Յոթը Սիմոն, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Միտեղ մի գյուղացի մարդ էր ապրում, 7 տղա ուներ, 7-ի անունն էլ Սիմոն։ Բոլորն էլ մեկը մյուսից ջահել, սիրուն, բայց այնքան թամբալ, անգործ, որ էլ ասելու չի։ Մատ մատի չէին տալիս։ Հայրը սրանց դարդից տանջվում էր, չարչարվում։ Վերջը սրանց բերեց թագավորի մոտ ու թագավորին ծառայության տվեց։ Թագավորը շնորհակալ եղավ այդպես կտրիչ տղերքի համար ու հարցրեց նրանց հունարը. «Իրենց հարցրեք, ձերդ արքայական մեծություն»։ Թագավորը առաջինը կանչեց մեծ Սիմոնին ու հարցրեց. «Ինչ կարող ես անել»։ «Գողություն, ձերդ արքայական մեծություն»։ «Լավ, մի օր քո արհեստն ինձ պետք կգա»։ Կանչեց երկրորդին, թե «Դու ինչ կարող ես անել»։ Ես թանկագին իրեր եմ սարքում։ Ինձ այդպիսի մարդ էլ է պետք։ Թագավորը կանչեց երրորդ Սիմոնին. «Իսկ դու ինչ կարող ես անել»։ «Կարող եմ օդում թռչուն խփել, ձերդ արքայական մեծություն»։ «Լավ»։ Հարցրեց չորրորդին. «Իսկ դու»։ «Եթե ախպերս թռչունին խփի ցած գցի, ես շան փոխարեն նրան կգտնեմ ու ճահճից կհանեմ»։ «Լավ», ասավ թագավորը։ «Բա դու ինչի վարպետ ես»։ Հարցրեց հինգերորդ Սիմոնին։ «Ես կարող եմ բարձր տեղից քո թագավորության վրա աչք հածել ու ասել, թե որտեղ ինչ է կատարվում»։ Լավ է։ Դարձավ վեցերորդին. «Ես գիտեմ նավ սարքել, թրըխկ, ու նավը պատրաստ է»։ «Լավ, իսկ դու ինչ գիտես»։ Հարցրեց յոթերորդ Սիմոնին։ «Ես կարող եմ մարդկանց բուժել»։ Դա էլ լավ է։ Թագավորը սրանց բաց թողեց։ Երկար ժամանակ անցավ ու մի օր որոշեց այս Սիմոններից մեկի հունարը փորձել։ «Հապա, Սիմոն, մի իմացիր, թե ինչ է կատարվում իմ երկրում»։ Սիմոնը ելավ մի բարձր տեղ, նայեց չորս կողմն ու ասաց. «Էս ինչ տեղը էն են անում, էն ինչ տեղը էս են անում»։ Հետո բերին ստուգեցին, թերթերում կարդացին, ասածները ճիշտ բռնում էր։ Նորից անցավ մի առժամանակ։ Թագավորը որոշեց մի ուրիշ թագավորի աղջկա հետ պսակվել, բայց ո՞նց անի, ո՞նց բերի։ Չեն իմանում, թե ում ուղարկեն, ու հիշեց 7 Սիմոններին, կանչեց ու պատվիրեց, որ թագավորի աղջկան բերեն իրեն հարս։ Զինվորներ էլ դրեց հետներն ու ճամփա գցեց։ Սիմոնները հավաքվեցին, բոլորն էլ վարպետ, թրըխկ, նավ սարքեցին, մտան մեջը ու իջեցրին ջուրը։ Նավը հասավ այն երկիրը, որտեղ թագավորի աղջիկն էր ապրում։ Էս հեռատես Սիմոնը բարձրացավ նավաձողին ու տեսավ, որ թագավորի աղջիկը մենակ է, ուրեմն կարելի է փախցնել։ Մյուս Սիմոնը իր թանկարժեք զարդերը պատրաստեց ու գող Սիմոնի հետ գնաց պալատ, առևտուր անելու։ Մտավ պալատը թե չէ, գողը տեղն ու տեղը թագավորի աղջկան փախցրեց։ Նավը խարիսխից հանեց ու սկսեցին նավարկել։ Թագավորի աղջիկը տեսավ իրեն տանում են, ճերմակ կարապ դարձավ ու նավից դուրս թռավ։ Հրաձիկ Սիմոնը իրեն չկորցրեց, հրացանը ձեռն առավ ու կարապի թևին կրակեց։ Որսկանի շան տեղակ էն մյուս Սիմոնը ջուրը մտավ, ջրի մեջ կարապին գտավ ու դուրս հանեց։ Կարապը նորից դարձավ թագավորի աղջիկ, մենակ թե ձախ թևը վիրավոր էր։ Բժիշկն էլ հո իրենցից էր,
իսկույն հարսնացուի թևը բուժեց։ Ողջ, առողջ ու հաջողակ եկան հասան իրենց թագավորությունը ու թնդանոթին մի կրակ կոծ արձակեցին։ Դու մի ասա, թագավորը արդեն 7 Սիմոններին մտքից հանել էր ու որ լսեց թնդանոթի ձենը, զարմացավ, թե էս ինչ նավ է եկել։ Շուտ գնացեք, ասաց, իմացեք ինչ բան է։ Ծառաներից մեկը վազելով էր, թե ձիով էր, շուտ գնաց ու լուր բերեց թագավորին, թե բա 7 Սիմոնները թագավորի հարսին բերել են։ Թագավորը էս Սիմոնների արած գործից շատ գոհ մնաց, հրամայեց արքով, փառքով, թնդանոթի համազարկով, թմբուկ թնդյունով նրանց ընթառաջ գնալ։ Մենակ թե հարսնացուն թագավորի հետ չուզեց ամուսնանալ։ Թագավորն արդեն ծեր էր, հարցրեց, թե ում հետ է ուզում պսակվի։ Հարսնացուն ասաց. ով ինձ գողացավ, նրա հետ։ Գող Սիմոնն էլ, որ քաջ տղա էր, թագավորի աղջկան դուր էր եկել։ Թագավորն էլ ոչ մի բան չասավ, հրաման տվեց պսակվել։ Հետո ինքն էլ էր հանգիստ ուզում։ Էս մեծ Սիմոնին իր փոխարեն նստեցրեց գահին, իսկ մյուս եղբայրներին դարձրեց մեծ բոյարներ։